I wanna hold your hand. 1618 թվականին Օսմանյան կայսրությունում ապրող հայազգի Ավետիս Զիլջանը, որը ալքիմիկոս էր, փորձում էր ոսկի ստեղծել, բայց պատահաբար ստեղծումը նման ու չունեցող հնչողությամբ ծնծղա։ Ու այդտեղից սկսվում է ծնծղաների ամենահայտնի բրենդի Զիլջանի երկարամյա պատմությունը։ 1623 թվականին հիմնվում է առաջին ձուլարանը ու գնաց։ Դարերի ընթացքում Զիլջանը դառնում է ոչ միայն պոպուլյար, այլև անփոխարինելի։ Օրինակ 19-րդ դարում կոմպոզիտորներ Վագներն ու Բերլիոզը ասում էին, որ իրենց ստեղծագործություններում բացի Զիլջանից այլ ծնծղա չի կարող հնչի։ Բայց բրենդի ամենամեծ բումը տեղի է ունենում 1964 թվականին։ Այդ տարի աշխարհի թիվ 1 բենդը Beatles-ը ելույթ է ունենում Էդ Սալիվանի հայտնի շոուում։ Ու դեռ Ռինգո Սթարը բնականաբար Զիլջան ծնծղաների վրա էր նվագում։ Got that something I think you'll understand. Արդյունքում մենակ այդ տարի Զիլջանը 90,000 ծնծղա է վաճառում։ Իսկ Զիլջանի ու Ռինգո Սթարի համագործակցությունը մինչև այսօր շարունակվում է, օրինակ անվանական փայտիկների տեսքով։ Իդեպ այդ ծնծղաների նյութի բաղադրությունը մինչև այսօր գաղտնի է պահվում Զիլջան ընտանիքի կողմից։ Այսքանը։